Պարոն Ղևոնդյան, երեք հրապարակվել է մամուլում The Insider պարբերականի հրապարակած փաստաթուղթը, համաձայն որի Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նշված է, որ նրա աշխատանքի վայրը ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոնն է եղել։ Այս մարդը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, խոսում է ինքնիշխանությունից եւ այլն, ինչպես է դա հնարավոր առհասարակ եւ ձեր մեկնաբանությունը այս ամենին։ Եկեք հիշենք, որ այս մարդը նախ միայն Հայաստանի քաղաքացի չէ, նաև Ռուսաստանի քաղաքացի է եւ նրա կապիտալի մեծ մասը կապվում է Ռուսաստանի հետ, այնպես որ նրա ՖՍԲ-ի հետ ինչ-որ կապ ունենալը, այնպես չէ որ պետք է ինչ-որ բան հրապարակվեր, որ մենք իմանայինք, ակնհայտ է, որ Ռուսաստանի նման երկրում հնարավոր չէ մեծ կապիտալի տեր լինել եւ որևէ առնչություն չունենալ հատուկ ծառայությունների հետ։ Այնպես որ չեմ կարծում, որ նոր բացահայտում է եղել։ Ընդամենը այն ինչի մասին բոլորս վաղուց գլխի էինք ընկել, ինչ որ փաստաթղթային հիմնավորում է ստացել։ Եղբոր որդին էլ Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, այդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա նույնպես այսպես ճոռոմաբանում է հայրենիք, ինքնիշխանություն, պետություն, ուժեղություն եւ այլն եւ այլն։ Առհասարակ սրանք վտանգ չեն ներկայացնում եւ հայտ են ներկայացրել հա մեծ քաղաքականություն մտնել։ Նախ նշեմ, որ ինքը հերքում է, այնպես որ եկեք սպասենք տեսնենք, թե ի վերջո քրեական վարույթով կհայտնաբերվի թե չէ ինքեր, բայց մյուս կողմից նորից պիտի ես հավում անեմ, որ այս մարդիկ եկել են եւ փորձում են Ռուսաստանի ազդեցության վերադարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Ակնհայտ է, որ նրանք իրենց ցանկությամբ կամ իրենց պատկերացումներով չեն եկել Հայաստանի Հանրապետություն, ակնհայտ է, որ նրանք դա անում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ Այստեղ պետք չէ սա անցալել որպես, չգիտեմ, ինչ-որ խնդիր, որ պատահաբար այդպես է եղել, ոչ, սա հարց է, որտեղ շահերը համընկել են։ Իրանք ցանկանում են լինել Հայաստանի կառավարիչ, Ռուսաստանում կան ծառայություններ, որոնք գտնում են, որ եթե նրանք լինեն Հայաստանում կառավարիչ, Ռուսաստանի շահերը Հայաստանում ավելի լավ կսպասարկվեն։ Գտել են մեկը մյուսին, այսպես ասենք, որի արդյունքում այս մարդիկ եկել են Հայաստան եւ քաղաքական գործունեություն են ծավալում։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի իրավապահ մարմինների, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նաեւ խնդիրն է, որպեսզի թույլ չտան, որ օտարերկրյա շահեր ունեցողները Հայաստանի Հանրապետությունում կարողանան ունենալ, ստանալ իշխանություն, նաև Հայաստանի ժողովրդի խնդիրն է, ստանալ իշխանություն եւ Հայաստանի շահերը ստորադասել այլ երկրի շահերի, այդ այլ երկիրը, որ մեկը ցանկանում է լինի, բացի Հայաստանի Հանրապետությունից, այնպես որ այստեղ բավական մեծ աշխատանքի տեղ կա։ Եթե օրինակ այդ քրեական գործով հաստատվի, որ այս մարդը հանցանք է գործել, տաքցրել է իր քաղաքացիությունը, ապա բնականաբար իրավական գործընթաց պետք է սկսվի, բայց եթե նույնիսկ չհաստատվի, մենք գիտենք, որ այդ մարդիկ եկել են, գործունեություն են իրականացնում, որպեսզի Հայաստանը վերադարձնեն Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակին։ Եվ եթե մենք դա գիտենք եւ դա թույլ ենք տալիս, դա չի խոսում լավ մեր պատկերացումների, մեր գիտակցության հավաքական, մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը ամբողջության մեջ այդ ամենի մասին։ Եվ այս բացահայտումների ֆոնին շրջանակներ կան, որոնք թերահավատորեն են վերաբերվում միջազգային այս պարբերականի բացահայտմանը, ինչու են փորձում արժեզրկել դա, հա։ Գիտեք, բնական է, որ մարդկանց խումբ կա, որը պետք է ամեն կերպ հերքի այն ինչի մասին մենք գիտենք եւ ինչը հասկանում ենք, դրա համար անհրաժեշտ չէ այդպես շատ մեծ խելք ունենալ հասկանալու։ Բայց իրենք պետք է հերքեն, եթե իրենք չեն հերքում, նրանք ընդհանրապես որևէ հնարավորություն չեն ունենում իրենց նպատակները իրացնելու։ Նրանք հնարավորություն չեն ունենում նույնիսկ Հայաստանի Հանրապետություն քաղաքական գործունեություն իրականացնելը շարունակելու, որովհետև տեսեք, եթե մարդը հանցանք է գործել, եթե դա ապացուցվի եւ եթե դատավիճերը մտնի օրինական ուժի մեջ, այդ մարդը չի կարող նույնիսկ հավաքել մոտակա ժամանակաշրջանում, քանի որ իր ուրեմն պատիժը չի կրել, քաղաքական գործունեություն իրականացնել։ Այսինքն նորմալ է, որ մարդիկ փորձում են խուսափել պատասխանատվությունից, խուսափել խնդիրներից եւ անել այն, ինչի համար Հայաստան են եկել փաստացի։ Եկեք հիշենք էլի, որ այս մարդիկ Հայաստանը 1991 թվականին անկախացել է, սա, չգիտեմ, որ երրորդ ընտրություններն են, եթե հաշվենք բոլոր ընտրությունների գումարենք, մի քանի տասնյակ ընտրություններ են եղել, այս մարդիկ հայտնվել են Հայաստանում ընդամենը 2025 թվականին։ Իսկ 34 տարի որպես քաղաքական գործունեություն իրականացնող նրանք չեն եղել Հայաստանում։ Մեկ անգամ, եթե դա կարելի է քաղաքական գործունեություն համարել, թեև համաձայն չեմ դրա հետ, բայց մարդիկ կան, մեկ անգամ, երբ Գագիկ Ծառուկյանը փորձում էր իշխանությունը խլել Սերժ Սարգսյանից, Սամվել Կարապետյանը Հայաստան
գործուղվեց այդ հարցը լուծելու, եկավ լուծեց եւ հետ գնաց։ Այսինքն խոսել այն մասին, թե այս մարդիկ ինչ որ գաղափարների կարող են, ինչ որ պատկերացումների, շատ հայրենասեր են, հայրենիքի վերաբերյալ որոշակի պատասխանատվություն են եւ այլն, անիմաստ է։ Հայրենիքում եղել են բազմաթիվ դեպքեր, որոնց ժամանակ այս մարդիկ ընդհանրապես որևէ կապ չեն ունեցել։ Հոկտեմբերի 27 է եղել, մարտի 1 է եղել, 16 թվականին պատերազմ է եղել, որի ժամանակ այս մարդիկ նորից Նարեկ Կարապետյան անունը երբևէ ես չեմ լսել 2016 թվականի քարորյա պատերազմի ժամանակաշրջանում։ 2020 թվականին պատերազմ է եղել, որի ժամանակ նույնպես Նարեկ Կարապետյան անունը չի շրջանառվել քաղաքական առումով, գուցե այդ մարդկանց մասին իմացել ենք, բայց քաղաքական ինչ գործունեություն են նրանք իրականացնում, ոչ մի գործողություն։ Մեկ էլ հանկարծ 2025 թվականին պարզվում է, որ այդ մարդիկ շատ հայրենասեր են, բայց հայրենասիրությունը քնած էր, արթնացավ, նրանք եկան Հայաստան, պես չի լինում ուղղակի։ Եվ արված աշխատանքների մասին, հա, այսինքն այդքան տարի իրենք չեն արել իր հայրը, լավ, իրենք ինքը չի եղել ինչ որ կառավարուղուր, բայց հայրը եղել է շատ կարկառուն հանրապետական եւ մենք չենք հիշում, որ այդ նույն ինտենսիվությամբ իրենք խոսեին երկրի կառուցապատման, չգիտեմ, զարգացման Ես ընդհանրապես կողմ եմ, որ մարդկանց գնահատենք իրենց գործողություններով, իրենց գործունեությամբ, այո, հայրը եղել է, Կարեն Կարապետյանը եղել է, այո, նա հիմա այդ թիմում է, բայց կոնկրետ Սամվել Կարապետյանը եւ կոնկրետ Նարեկ Կարապետյանը որևէ գործունեությամբ աչքի չեն ընկել։ Կարեն Կարապետյանը հանրապետական է եղել, այո։ Դե հասկանալի է, բայց էլի օլիգարխներ կային Հայաստանում, ովքեր քաղաքական գործունեություն էլ էին ծավալում, իհարկե օրենքը դա թույլ չէր տալիս, բայց գիտենք, թե օրենքները ինչպես էին աշխատում Հայաստանի Հանրապետությունում։ Սկսած Գագիկ Ծառուկյանից վերջացած Սամվել Ալեքսանյանով, Հրանտ Վարդանյան եւ այլն, բազմաթիվ օլիգարխներ են եղել, որոնք քաղաքական գործունեության մեջ որոշակի դերակատարում ունեցել են։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես չի եղել, Նարեկ Կարապետյանը գուցե տարիքի բերումով չի եղել, ես չգիտեմ, բայց այո, Կարեն Կարապետյանը եղել է հանրապետական, Կարեն Կարապետյանը քաղաքական գործունեություն իրականացրել է եւ Կարեն Կարապետյանը այս առումով որոշակիորեն խոսելու հնարավորություն ունի եւ կարելի է նրա խոսքերից որոշ մասին վերաբերվել որպես այնպիսի պատկերացումներ ունեցող, այնպիսի նպատակներ ունեցող, որը գուցե չի համընկնում իմ կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժերի նպատակների պատկերացումների հետ, բայց քաղաքական գործունեության մաս է։ Կոնկրետ այս երկու դերակատարները Սամվել Կարապետյանը եւ Նարեկ Կարապետյանը բացարձակապես այլ բանի մասն են, բայց ոչ քաղաքականություն։ Երեք երբ բացահայտվեց հա Սամվել Կարապետյանի կապը FSB-ի գործակալ լինելու մասով, Ալեն Սիմոնյանը մի հայտարարություն արեց, որ մյուս ուժերը, հա, ովքեր մասնակցելու են ընտրություններին, իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն այս փաստի հետ կապված, բայց դեռ չենք տեսնում, հա, մի օր անցել է, որևէ մեկը դեռ չի քննադատում, չի արձագանքում, ըստ ձեզ ինչու։ Չի քննադատում, չի արձագանքում, որովհետև նախընտրական ժամանակաշրջանում նրանց օրակարգի մաս չէ Սամվել Կարապետյանի եւ այդ քաղաքական ուժի հետ որոշակի բանավեճի մեջ մտնելը, քաղաքական ուժերը ունեն իրենց օրակարգը եւ ժամանակն էլ մոտեցել է, ընտրություններին շատ մոտեցել է, շատ շուտով քաղաքական ուժերը արդեն գնալու են վերջնագիծ եւ ամեն մեկը ունի իր ծրագիրը, այդ ծրագրի շրջանակներում են իրենք իրականացնելու իրենց քաղաքական գործունեությունը։ Լավ կլիներ, որպեսզի իշխանությունների ներկայացուցիչները քաղաքական ուժերին ինչ-որ բան անելու, կոչ անելուց առաջ իրենց օրենքով վերապահված գործառույթները անեին, իսկ օրենքով վերապահված գործառույթն այն է, որ եթե բացահայտվում է, որ մարդը օրենք է խախտել, նա պետք է պատժվի։ Իդեպ իրավապահներին էլ էր դիմել, ես պարզապես քաղաքական մասը միայն ասեցի, եւ նաեւ այս ձայնագրությունների շքերթը, հա, ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներին, ու որոնք հիմնականում կապված են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հետ, երեք էլ մի ամոթալի այսպես ասած ձայնագրություն Ղարաբաղցիների հետ կապված, որ փողը տվել են, հետո հայհոյախառն արտահայտություններ, թեև Սամվել Կարապետյանը երեք իմ հարցին ասաց, որ իրենց աջակիցները չեն, դա իշխանությունն է անում։ Գիտեք, ես մի բան եմ նկատել, որ կարծես թե այս քաղաքական ուժը մարտահրավեր է նետել Հայաստանի իշխանություններին կապված իրավապահ համակարգի աշխատանքի հետ։ Ավելի ժողովրդի լեզվով որ ասել են, որ փողը տալու ենք, ինչքան կարակ բռնեք, մենք կրկնակի երակի շատ կտանք։ Այսինքն իրենք բաժանում են, իրենք գիտեն, որ բռնվելու են, իրենք գիտեն, որ մարդիկ են լինելու, որ դրա համար բանտարկվելու են, դատվելու են եւ այլն, բայց իրենց համար դա միևնույն է։ Նախ միևնույն է իրենց համար դա, որովհետեւ այդ մարդիկ բացարձակ իրենց հետ կապ չունեցող մարդիկ են, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ամոթալի ձայնագրությունից է հետևում, այդ մարդիկ այնպիսի մարդիկ են, ում կարելի է առնել։ Տեսեք, ձայնագրության մեջ ասվում է, որ ծախվում են, մենք էլ առնում ենք։ Նույն կերպ ավելի վերևում, տեսեք, նա ով որ ասում է ինչ-որ ներքևի մակարդակում նույնն էլ վերևում է։ Այդ ասողն էլ է ծախվել փաստորեն, իրեն էլ են առել։ Մի փոքր ավելի վերին մակարդակում, այնտեղ նրանց վերևել են ծախվել առել են եւ այլն եւ այլն, բայց ծախվողներին որևէ մեկը չի հարգում
Դա նորմալ է, որ որևէ մեկը չի հարգում, ինչպես օրինակ դավաճաններին չեն հարգում, մենք բավական պատմականացի փաստեր գիտենք, որ դավաճանում են ինչ-որ մեկին, հետո ում համար որ դավաճանել են, նա էլ է պատժում, որովհետև դա միևնույն է դավաճանին չեն հարգում։ Նույն ձևով ծախվողին էլ չեն հարգում, անկախ նրանից այդ ծախվողը բերում է 10 հոգի, 100 հոգի, 500 հոգի, թե 5000 հոգի, ծախվել է։ Եվ դրա համար էլ վերևի մակարդակում միևնույն է իրենց համար ինչ կլինի։ Դա առաջին ուրեմն պատճառը։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ նրանք կարծում են, որ ընտրություններից հետո եթե կարողանան իշխանություն վերցնել, դրանից հետո էլ կարևոր չի լինի ինչ ձևով են իրենք իշխանությունը վերցրել, դրանից հետո իրենք կանեն այն, ինչ կցանկանան։ Եվ դա իրականություն է։ Եթե ռուսամետները կարողանան իշխանություն վերցնել, ոչ մի օրենք, ոչ մի կարգ, ոչ մի նախկինում ուրեմն ժողովրդի կողմից պարտադրված եւ ընդունված նորմ չի գործել։ Եվ քանի մոտենում է ընտրությունների օրը, այս հիբրիդային գրոհները ավելի ակտիվ ու ագրեսիվ են դառնում։ Ահավասիկ այդ հայտնի տեսանյութը դիմակավորված անձինք զինված սպառնում են Հայաստանի Հանրապետության վարչապետին ղարաբաղցիների акցենտով, ձեր դիրքորոշումը։ Ըստ ամենայնի սա փորձ է Հայաստանի ժողովրդի միջև որոշակի հատվածայնացումը ավելի խորացնելու, ատելությունը խորացնելու մարդկանց մի խմբի եւ մյուս խմբի միջև, որովհետեւ նման իրավիճակների վրա կարողանում են պարազիտ անել հատկապես ռուսական որոշ շրջանակներ։ Ես քիչ եմ հավատում, որ իսկապես նրանք ղարաբաղցիներ են, շատ ավելի հավանական է, որ ձայնը ուղղակի դրված է կամ գուցե գտել են ինչ-որ ղարաբաղցիների, ովքեր ցանկացել են նման հայտարարություն անել։ Լավ կլիներ, որ Հայաստանի այլ արցախցիները, եթե կազմակերպություն են, կազմակերպության մակարդակով, եթե չունեն ուղղակի արցախցիներ, ովքեր հանրային որոշակի ճանաչում ունեն, հայտարարությամբ հանդես գային եւ ասային, որ իրենք կապ չունեն նման իրավիճակի հետ, իրենք չեն կիսում ահաբեկչության որևէ տարբերակ հարց լուծելու որևէ տարբերակ ահաբեկչության միջոցով, դա կլիներ նորմալ փոխհարաբերություններ, բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, ես կարծում եմ արցախցիների հետ արցախցիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն այս ցանրագրությունից հետո որևէ դեպքում պետք է չլինի մեր հասարակության մեջ։ Եվ կարծեք իրադարձությունները այսպես իրար գլխի կուտակվեցին, օրերս էլ փաստերի ստուգման հարթակը ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին, եւ այդ ամենը կապվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ ներկայացնող ընկերության։ Նորից եկեք ուշադրություն դարձնենք, որ նորից մենք փաստաթղթեր ենք ստանում, որոնք հիմնավորում են այն, ինչ մենք կռահել էինք նախկինում։ Կիրիենկոյի նշանակումից անմիջապես հետո որոշակի համակարգված արշավ սկսվեց Ռուսաստանից տարբեր երկրներում՝ Մոլդովա, Ռումինիա, ուրեմն Վրաստան, հիմա Հայաստանում է, այլ երկրներում եւս մենք տեսել ենք եւ այս ամենը ընդամենը եւս մեկ անգամ հիմնավորում է այն, ինչ մենք գիտեինք։ Ընդ որում դուք ասում եք, որ փաստերը այդպես հավաքվել են իրար վրա, դեռ ավելին ասեմ, դեռ մենք ունենք մոտ 20 օր, միջև ընտրությունը 18 օր, 20 օր, այդ ընթացքում այդ փաստերը ավելի ու ավելի են խտանալու, այնպես որ պատրաստ եղեք։ Եվ խոսենք Ռոբերտ Քոչարյանի մի հայտարարության մասին, մի մարդ, որի կառավարման տարիները ժողովուրդը բնորոշում է արյունոտ տասնամյակ, ինքը իր թիմի անդամները Իշխան Սաղաթելյանը համարում են, որ իրենց քվեաթերթիկը, որը պետք է կպնի ՔՊ-ի քվեաթերթիկին, այդ արյունոտ քվեաթերթիկին իրենց բնորոշմամբ ոնց են դիմանալու, այդպիսի մի հայտարարություն են արել։ Ես կխնդրեմ դուք որպես քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի տարիներին ապրած մարդ նաև մեկնաբանեք այս հայտարարությունը։ Ճիշտ ասած, ես բացի քաղաքացի լինելը նաև քաղաքագետ եմ եւ մեկնաբանում եմ քաղաքական գործընթացները, իսկ այս հայտարարությունը ակնհայտորեն հոգեբանական է, այնպես որ խորհուրդ կտայի դիմել հոգեբանի կամ վատագույն դեպքում գոնե հոգեբույժի։ Եվ այս ամենը ամփոփելով դուք որպես եւ քաղաքացի եւ քաղաքագետ ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին, որոնք կարելի ասել ամենօրյա sense գրոհների կենտրոնում են, հայտնվում, ինչպես տարբերել կեղծ լուրը, ճիշտ լուրը եւ ոնց դիմագրավել այս ամենը։ Գիտեք, քաղաքացիները չէ, որ պետք է իրենց վրա աշխատեն, որ տարբերեն այդ լուրերը։ Այդտեղ աշխատանք ունենք մենք որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դուք որպես լրատվականներ, եւ իմ կոչն է քաղաքացիներին ընդհանրապես սովորել ապրել նման պայմաններում, որովհետեւ դա նորմալ է ժողովրդավարական հասարակությունում, հատկապես եթե այդ ժողովրդավարական հասարակությունը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ։ Բայց նորից նշեմ, քաղաքացիների անելիքը այստեղ ամբողջը չէ, այո, իրենք անելիք ունեն, լավ կլինի, որպեսզի որոշակի վստահության, վստահելի աղբյուրների հավատան եւ այլն, բայց այդ ամենը սովորեցնողը քաղաքացիներին մենք ենք, դուք եք,
իշխանություններն են, որոշակի կրթական հաստատություններն են եւ այլն։ Եվ առաջին մենք պետք է աշխատենք, հետո նոր քաղաքացիներից ինչ-որ բան պահանջենք։ Քանի որ դուք լայն հանրության հետ պարբերաբար շփումներ եք ունենում, մարզեր եք գնում, առաջիկայում էլ ինչպես հասկացա նախատեսված է, այդ մարդիկ արդեն սկսել են որոշակի իմունիտետ ձեռք բերել եւ մի քիչ ավելի ընկալել արագ այդ թացը չորից, այսպես ասած։ Գիտեք, ես իմ նկատառումն ասեմ, ըստ ամենայնի մարդիկ քիչ-քիչ ադապտացվում են այս պայմաններում ապրելուն, քիչ-քիչ հասկանում են, որ ամեն ինչին կուրորեր հավատալ պետք չի, անկախ նրանից թե որտեղից է գալիս այդ տեղեկությունը, եւ մեր հանդիպումների ժամանակ էլ հենց դա էլ մենք իրենց առաջարկում ենք, որ փորձեք քննադատաբար վերաբերվել ամեն ինչին, փորձեք ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունել, ինչպես մեր ժողովուրդն է ասում, եւ կարծես թե որոշակիորեն արդեն ստացվում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։